Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, մեկ րոպե սպասենք թող քաղաքացիները միանան։ Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, խոշորացված համայնքում կայանալու են ընտրություններ վաղը, եւ այսօր լռության օրն է, բայց լռությունը խախտում են։ Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ երկու օր առաջ Մայր Հայաստան կուսակցության աջակցին բլոգեր Օնիկ Հարությունյանին Մայրաստան նախընտրական շտաբի դիմացից, այսպես ասած անհայտ անձինք քաղաքային համազգեստով, ոչ ոստիկանական համազգեստով նախընտրական շտաբից դուրս գալուց իրենց սիրած ոճով փռել էին ասֆալտներին եւ տարել էին անհայտ ուղղությամբ։ Նրա հետ եղել է նրա հարազատ ընկերներից մեկը, մի աղջիկ, որը որ շտապեց մեզ տեղեկացնել։ Դրանից հետո մենք վաղաշաբթի ոստիկանությունում իմացանք, որ նա ոստիկաններ են նրան բերել, այդ Մայր Հայաստան կուսակցության աջակցին բլոգերին։ Հիմա 72 ժամ ձերբակալել էին Օնիկ Հարությունյանին եւ 72 ժամը լրացել էր այսօր, բաց են թողնում 72 ժամը լրանալուն պես եւ նա վաղաշաբաթի ոստիկանությունից դուրս գալուն պես նորից կալանավորվում է, այս անգամ արդեն կալանավորվում է 24 ժամյա ռեժիմով եւ ինչն է սրա այն արդյունքը, ինչի են ուզում հասնել, որ բլոգեր Մայր Հայաստան կուսակցության աջակցին տանում են կալանքի, փաստորեն մարդը իր բլոգերություն է արել, ցույց է տվել վաղաշաբաթում տեղի ունեցող խախտումները, վատ կառավարումը, այս սխալ ասֆալտապատումը, թե ինչ է կատարում ընդհանրապես վաղաշաբաթ խոշորացված համայնքում։ Մարդը իր տիկտոկյան հարթակում քննադատել է եւ սուր քննադատության արդյունքում բլոգեր Օնիկ Հարությունյանին, որը որ նախապես հայտարարել է, որ իր կամքով աջակցելու է Մայր Հայաստան կուսակցությանը, ձերբակալում են 72 ժամով նախընտրական շտաբի դիմացից ու տանում են 72 ժամով ձերբակալվածների վայր։ Այսօր բաց են թողնում, բաց թողնելուն պես նորից ձերբակալում են արդեն 24 ժամյա ռեժիմով եւ այս պահին մտադիր են եւ իհարկե այդպես է լինելու է, մենք ոնց կարծում ենք, տանելու են կալանքի։ Մարդուն ազատ խոսքի համար Հայաստանի Հանրապետության բաստիոնում, որը որ քննադատում է ժամանակավոր իշխանությանը եւ քննադատում է վաղաշաբաթում ՔՊ-ին, քանի որ 7 տարի քաղաքացիական պայմանագիրն է վաղաշաբաթը ղեկավարը ու տեսնում ենք, թե վաղաշաբաթը Էջմիածինը ինչ կառավարում է ունեցել, ինչպես Երևանում են կառավարում, Չակերտների մեջ կառավարում, նույնպես այստեղ են կառավարում։ Հիմա սա միայն մի դրսևորում է, որ իշխանությունները սարսափում են Մայր Հայաստան կուսակցությունից, սարսափում են Մայր Հայաստան կուսակցության սովորական աջակիցներից, մինչ բլոգեր լինելը, մինչ Մայր Հայաստան կուսակցության աջակից լինելը, Օնիկ Հարությունյանը բլոգեր է եղել եւ մարդը երկար ամիսներ արդեն տարուց ավել են զբաղվել է բլոգերությամբ եւ ցույց է տվել վաղաշաբաթում տեղի ունեցող իր խախտումներն ու վատ կառավարումն ու մնացած այսպես բաները։ Հիմա Հայաստանի Հանրապետություն բաստիոնում շարունակվում են հետապնդումները, քաղաքական հետապնդումները, խոսքի ազատության դեմ ոտնձգությունները, քաղաքացիական պայմանագրի կառավարման դեմ ցանկացած ընդդիմադիր, ով կխոսի, ով կբարձրաձայնի, նրանց կառավարումը, նրանց խայտառակ թալանը, նրանց տվերային կառավարումը
ինչպես իմ օրինակով Երևան քաղաքում որպես Երևան քաղաքի ավականու անդամ ոտոձգություն կանեն, ընտանիքին պատկանող մեքենան կայրեն, տան դիմաց, հիմա այստեղ վաղաշաբաթում արդեն ուրիշ գործողություններ են անում, ընտրությունների նախաշեմին, այսօր լռության օրն է, մարդիկ չեն լռում, նորից իրենց հետապնդումներն են անում քաղաքական եւ մեր Մայր Հայաստան կուսակցության աջակցին, բլոգերին, որը որ ազատ խոսքով, որը որ տարբեր սոցիալական հարթակներում բարձրաձայնում է, թե ինչա կատարում վաղաշաբաթում, տանում են կալանքի։ 70 եւս մեկ անգամ հիշեցնեմ, 72 ժամը լրացել է ձերբակալության, մի քանի կես ժամ առաջ, երևի կես ժամ առաջ բաց են թողում, նորից տանում են 24 ժամյա ձերբակալության, որ տանեն դատարան կալանքի։ Էսա Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի ժողովրդավարություն, Հայաստանի Հանրապետությունում տիրում է բռնաճնշումն, Հայաստանի Հանրապետությունում խոսքի ազատության համար մարդուն կարող են իր խոսքի համար իր մեքենան այրել ընտանեկան կամ տանեն կալանքի կամ ամեն բան սպասեք։ Եվս մեկ անգամ եկեք փաստենք, որ Մայր Հայաստան կուսակցության աջակցին բլոգեր Օնիկ Հարությունյանին 72 ժամը լրացա, որ պետք է արդեն բաց թողնեին, մարդուն բաց են թողում, նորից տանում են ձերբակալության ու պատրաստվում են տանեն կալանքի։ Ինչի համար? Խոսքի ազատության համար։ Սիրելի հայրենակիցներ, սա է ուզում ձեզ տեղեկացնել, սիրելի վաղաշաբաթցիներ, էսա վիճակը Մայր Հայաստան կուսակցության դեմ հետապնդումները քաղաքական շարունակվում են, բայց ոչ մի պարագայում չընկրկեք, ոչ մի պարագայում մենք պատրաստ ենք ամեն ինչի եւ Մայր Հայաստան կուսակցությունը եւ բոլորս խոսք ենք տալիս ձեզ, որ ամեն բան անցողիկ է։ Հայաստանի Հանրապետություն բռնաճնշումներն ու քաղաքական հետապնդումները տեղ չեն ունենալու, ամեն բան ունենալու իր ավարտը։ Շնորհակալություն։